Բարի երեկո սիրելի ընկերներ։ 1993 թիվ հունիսի 12 այդ ժամանակվա 8 տարեկան երեխան արդեն այսօր 40 տարեկան է։ 1993 թվական հունիսի 12 ես և իմ մարդական ընկերները Խաչակիրներ Չոգադի հրամանատարին հետ Գարո Կահկեջյանի հետ պատրաստվում էինք մեծ պատրաստությամբ, որ հասնենք Արցախ։ Ես ու Գարոն Ամերիկայից եկել էինք, հսկայական մեծ օգնություն Ամերիկայից հետևնից բերած մեծ մի կոնտեյներ այդ ժամանակվա փողը $250,000 օգնություն մեր չանքերով հասվել էինք Ամերիկայից մինչև Հայաստան, որպես դանենք Արցախ։ Ուրախ, զվարթ, հավաքակրում էինք մեր Չոգադի դղերքին իրար հետ, արդեն գնալու էինք Արցախ։ Այդ օրերին մութ ու խավար տարիներին իմ ու Գարոյի կրբանը լիքը փող կար, ծախսելու տեղ չկար։ Ուր գնայինք, խանութները դատարկ, չկա, չունենք, չենք ստացել բլոկադա է։ Այդպես հին սերունդի մարդիկ գհիշեն այդ ամենը, չկա, չունենք, չենք ստացել բլոկադա է։ Այսօրվա նորահաս թեղնագդուց երդասարտները այդ ամեն ինչը չգիտեն։ Իրենք գիտեն, որ իրենց մամաները, բաբաները միջևով իրենց բահել են, կամ չեն կարողացած բահել։ Այսօր մեծացել են, մեծախոսությամբ առաջ են գնում։ Ուրեմն չարապաստիկ այդ օրը 93 թվին ես ու իմ Չոգադի ընկերները Գարո Կահկեջյանի Սպիտակ Արշի հետ միասին Զեյթունի հանրագասարանում այդ օրերի մի անգուն կար հանրագասարանի մոտ, ասում էր պիցցա, ասեք գնանք դրեք պիցցա ուտենք։ Գնացինք, և ինչ, խմորի վրա, աղոտ հայկական բանիրը, թուրը թերեր հանել են, հալացվել են, անունը պիցցա է։ Ես ու Գարոն ձիծաղից մեր անգասինք է, պիցցան ինչ է, այսպեր ժողովուրդ հել է չգիտի, չի սովորել։ Դղեք ասինք համովա, դե համովա էլի, Չոգադի դղերքը գերան։ Նստել էինք, ուտում էինք ախորժակով, մեկ էլ Բարգև Սրբազանի օգնականով Ռաֆիկը եկավ իր ավտոյով կանգնեց, երեսը զուր, հուզված, ասինք Ռաֆո ջան, էդ ինչ ա եղել, դղերք ասեց, վատ լուր ունեմ, ասինք ինչ ա եղել, ասեց Մոնտեն զոհվել ա։ Էլ ինչ ախորժակ, էլ ինչ աղոտ բանիր, թե պիցցա, թե սովածություն։ Ամիջապես սաղ Չոգադով գնացինք
Թամանյանի արձանի մոտ Բարգև Սրբազանի գրասենյակը։ Սրբազան ասենք ճիշտ լուրը ասեց հուզված խառնված իրար Բարգև Սրբազանը ասեց հա դղերք ճիշտ Մոնտեն զոհվել է։ Նույն օրը Գարոն Մադիրոս Ժամգոչյանը Ասալայի մի քանի դղերք հիմնական Արթուր Ալեքսանյանը Կնթաբեդ Արթուր Ալեքսանյանը դղերքով գնացին ամիջավես Արցախ Մոնտեի թիակը Երևան հասցնելու Գարոն իր հետ դարավ ամերիկյան ֆորմա գոշիկ մոշիկ ամեն ինչ Մոնտեին թակաղի մեջ հագցնելու անելու թաղման օրվա համար ու Մոնտեի թիակը փոխադրեցին Երևան Ցեզնից շատեր այսօր չունեք այդ իմացությունը, գիտակցությունը, թե այդ ժամանակ ոնց էր։ Ամբողջ հանրապետությունում չկար ոչ հոսանք, ոչ թիակ բահելու թիակը բահելու այդ կարևոր օրենքները մի հատ մի սենյակ գեներատորով աշխատող մի սենյակ air condition Մոնտեի թիակը այդպես բահեցին մինչև իր հարազատները հասան Հայաստան եւ թաղումը կատարեցին իսկ մենք Խաչագիրներ Չոգրադի դղերքը ինչ իմանայինք ուղիղ հունիսի 12 երկու շաբաթ ետք Գարոն ինքն էր զոհվելու եւ ճիշտ Մոնտեի ճակատագիրներ ունենալու այսօր մարդիկ այդ ժամանակ չաբրած կամ այդ ժամանակ այնքան հերու եղած այդ ժամանակ չաբրած ջահելներ կամ այդ ժամանակվա դարիքով մեծ մարդիկ որ Արցախյան բادرազմի գողքից անցած չեն մեզ գխոսեն Մոնտեին խփեցին Մոնտեին թավաճանեցին Մոնտեին լսեք ոչ ես եմ այդտեղ եղել ոչ դու ես եղել ով այդտեղ եղել է իրանք էլ են վիրավորվել թուրքի բալրոնից իրանք էլ են զոհվել Մոնտեն զոհվեց ասկորգի գդոր իր գլխին մեջ մտնելով դրիժենի արեց ասկորգի գդորը ու գլխին մտավ եթե պամփուշտով Մոնտեն զոհված լիներ կարող ասեի թավատրություն ա եղել երբեմն ամենամեծ հերոսները ամենափոքր աբուշ հանգամանքների մեջ զոհվել են Մոնտեն զոհվեց առանց թավատրության, առանց թավաճանության հերիք եղավ այդ պատմությունները այդ գասկածելի վարգածները մեջտեղ գցեք Մոնտեն թողեց մեծ ավանդ այսօր հարյուրավոր եթե ոչ հազարավոր երեխեք են ծնվել ու իրանց անունը Մոնտե է ու նոր Մոնտեներ պիտի կան
ու նոր մոնտեներ միշտ քալու են։ Դժբախտաբար այսօր մենք Արցախում չենք, Արցախը գործեցինք, Արցախը ձախեցին, Արցախին թավաջանեցին։ Մարդունին չկա, մոնտեն չկա, բայց ամեն մեկիս սրդի մեջ մոնտեներ կան։ Ու հերոսների հիշադակին միշտ հերոսներ կծնվեն։ Եթե այսօր հայ ժողովուրդը իր երեխու անունը Մոնտե է գոչում, միան անվանագոչությամբ չէ, այլ նաև դաստիարակությամբ։ Մոնտեներ մենք պիտի դաստիարակենք, մոնտեներ մեծացնենք, Մոնտեի օրինակով։ Մենք նորից Արցախը եւ միջև Գուրգետ, միջև Գարսարդահան, Վան իդ պիտի բերենք։ Կարող է մենք ապրողներս չդենանք, բայց մենք բարդավոր ենք միշտ պատրաստել, միշտ դաստիարակել նոր հերոսներ։ Ով էր Մոնտեն։ Մի հատ երեխա էր, Ամերիկայում ծնված, հայերեն նորմալ խոսել չէր գիտեր, երբ որ ես առաջի անգամ Լիբանանում Բեյրութում Մոնտեին ճանաչեցի, նորմալ հայերեն խոսել չէր գիտեր։ Գիտեք մարդկային ճակատագիրը, ազգային ճակատագիրը ինչ լեսակ կաշխատի, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում գտնվելը, քիչ մը վեհանցն լնելը, առաջ նետվելը, ասոնք շատ կարևոր բաներ են։ Հա, լիքը կա հայերեն ասել։ Մարդիկ կան այսօր կասեն, ուր է Սողոմոն Տելիրյան շատ կա, բայց Սողոմոն Տելիրյանը մինակ չի կորզել, Սողոմոն Տելիրյանի հետև գազագերբիչ կար, գազագերբություն կար, գազագերբողներ կային։ Մոնտեի հետև իրան առաջ մղողներ կային, առաջ մղեցին, հասկանում եք։ Հետո մարդ ինչքան էր հայերեն ասել ես, քո ապրած ժամանակով պիտի կործես։ Եթե խաղաղ ժամանակ է, դու պիտի ամուսնանաս, երեխեք ունենաս, երեխեք շատացնես հայ ազգին, զինվոր շատացնես, դա էլ է մեծ հայրենասիրություն։ Եթե պատերազմ է, դուն, երկու երեխեքդ եւ ամբողջ ընտանիքդ պատրաստ պիտի լինի պատերազմի, խփելու, խփնվելու, զոհվելու, սատկացնելու։ Պիտի ապրենք մեր ժամանակը, ապրեք ձեր ժամանակը, դաստիարակեք ձեր երեխաներին մոնտեներ, գարոներ ու լիքը։ Այսպես անուններ որ դվեցի, չեմ կարող բոլորին անուն տալ, մի հերոս վերցրեք եւ այդ հերոսի օրինակով դաստիարակեք ձեր երեխեքը։ Մենք չենք մոռանալու ոչ մեր ցեղասպանությունը, մենք չենք մոռանալու հայտարարը, մենք չենք մոռանալու մեր արդար բանջարությունը, մենք չենք մոռանալու մեր բռնազավթված հողերը, հայրենիքը, ըլնի արևելյան Հայաստան, ըլնի արևմտյան Հայաստան։ Միշտ պատրաստ պիտի լինենք, պիտի պատրաստենք սերունդներ, 500 տարի էլ անցնի, 1000 տարի էր, 2000 տարի էր, սերունդ է սերունդ մենք բարդավոր ենք դաստիարակել, փոխանցել բայկարի շահը եկող սերունդներին, որբեսի մենք հասնենք մեր նպատակներին։ Կարևոր չէ երբ, միշտ արթուն մնալ, միշտ մահանջադեր մնալ, միշտ պատրաստ լինել, երբ որ առիթը կա, այդ առիթը օգտագործել։ Խաղաղություն, մաղաղություն, այսօրվա գաբիկությունները բարապան են։ Մեր արմատը ուժեղ է,
ինչքան էլ մեզ ցեղասպանեցին, ինչքան էլ մեր հողերը զավթեցին, մեր հիմքը գորիզը գա մնալու է ու նորից ուժեղանալու է։ Պատմական Հայաստան։ Ով գարա ինձ պատմական Հայաստանի վերջնական քարտեզը ցույց տալ։ Պատմության ընթացքում Հայաստանը մեկ էսպես է, մեկ էնպես է, մեկ մեծացել է, մեկ փոքրացել։ Կարևորը հիմքն է, արմատն է։ Մենք պետք է ուժեղացնենք այսօրվա Հայաստանը, բահենք, բահբանենք, սրիգաներին սիկտիրանենք, բահենք, բահբանենք ու հզորացնենք։ Ամեն մեկ հայու վարդականությունն է, լիքը երեխա ունենալ։ Ինչից եք վախում, ինչից։ Եղեռնիցի հետ աղքատ, հատ չունեցող, թշվարության մեջ ապրող սերունդը 6 հատ, 7 հատ, 8 հատ, 9 հատ, 10 հատ, 12 հատ երեխա է ապրել։ Որ աս կշատացնեմ, եթե այսօր մի քիչ, որ ասում ենք, այդ մի քիչը էլի մի փուր հայ, եթե կա, այդ սերունդի, եղեռնիցի այդ սերունդի մտածելակերպի հայրենասիրության արդյունքն է, որ մենք այսօր ասում ենք 10 միլիոն ենք, 11 միլիոն ենք, 12 միլիոն ենք, ինչու չէ 100 տարի հետ ըլնենք 100 միլիոն, երեխեք ունեցեք, քո երեխու գոշիգը, շաբիգը, թող մյուս երեխան էլ հապնի, երեխա ունեցողը Աստված խեր բարակաթը գդա, մի վախեցեք, երեխեք ունեցեք, շատ երեխեք ունեցեք, ասկը շատացրեք, մենք 100 տարի, 200 տարի ասինք որակ, ուսում, որակ, ուսում, որակ, ուսում, տեսանք էլի, որակն էլ, ուսումն էլ, սաղ տեսանք, ամենավորակավոր, ամենաուսյալ հայերը առաջինը պախան, ամենավորակավոր և ուսյալ հայերը առաջինը տավաջանեցին Հայաստանին։ Մուժիկ հայը մնաց Հայաստան, մուժիկ հայը բայկարեց, մուժիկ հայը ազատագրեց, խոսքս մեծամասնության մասին է, փոքրամասնությանը հարկում եմ, բայց ընդհանրապես խոսքս մեծամասնության մասին է, ուսում, տեսանք էլի ուսում ունեցավ, առաջինը Հայաստանից թռան, հենց անգախացավ, այդ սովետական միության քազանանոցից հազիվ փախան դուրս, լավ, շեղվեցի ամենայն թևս, վաղը, հունիսի 12, Մոնտեի զորվազորն է, այսօրվա մեր թավաջան իշխանությունը Մոնտեի ծնունդի օրով հանձնեց Քարվաճարը, Մոնտեի ծնունդի օրով, մեր հերոսներին ծնունդ ելնի, մեր հերոսների զորվազոր ելնի, այսօրվա իշխանության ամեն ինչ, թեգուզ ողջ ազատամարտիկներու խբարդությունը սպանեցին, մորթեցին, քանթեցին, ինչ ասեմ, նորից կվերականգնենք ամեն ինչ, հույս ունեցեք, հավատք ունեցեք, Հայաստանը գա, պիտի մնա, պիտի կոյադևի, և պիտի հզորանա, ամեն ինչ անցողիկ է, ամենավատ բանը էդ է, որ մեր ժողովուրդը, մեր ազգապնակչությունը Հայաստանի չի կարողանում քաղաքականանալ, ջղջիմ հարցերի հետևից հավազում, ջղջիմ, նախանցություն, մրցակցություն, չգիտեմ, ժամանակին ասում էինք
Ես ու Գարոն ասում ենք, լավ, գանցնի մի 30 տարի, այս ժողովուրդը գսովորի, գհասկանա, կփոխվի։ Ինձ ու Գարոյին ասում եմ, օ, եկել եք Ամերիկային, գնաք Ղարաբաղ գրվեք, Ղարաբաղցին ով է, Ղարաբաղցին թուրքա, գնանք, եկել եք Ամերիկային, ծեր հանգիստ կյանքը թողել, եկել եք, ախպեր ջան, մեզ այդպես բաներ են ասում, ես ու Գարոն զարմացած, իրար ասում ենք, լավ էլի, էշ են, 70 տարի անաստվածս, ազգայնություն չեն սովորել, հայոց պատմություն չեն սովորել, գրոնք չեն սովորել, 70 տարի կոմունիստի ծվի մեջից դուրս եկած դաստիարակության, լավ, ոչինչ, անկախ ենք այսօր 30 տարի գանցնի մարդ կլնեն, էլի չեղաք, եղածն էլ կանթեցիք, եղածն էլ ձախեցիք, բջացրեցիք, չգիտեմ ինչ ասեմ, սիրտս շատ նեղ է և միևնույն ժամանակ շատ լավադես եմ, այս ամեն ինչը մեր ասկին թող դաս լնի ու վստահ եմ դաս կլնի և մենք ամեն դժվարություն կհաղթահարենք, մեր բադիվը, նամուսը, ազգային կվերականգնենք, մեր հողերը ետ կբերենք, կարևորը մեր ասկի արմատը ուժեղ մնա, շատ երեխեք ունենալ, շատ զինվոր հայթայթել ու միշտ պատրաստ լինել խփելու, զարնելու, զոհվելու, ամեն այնտեղ մահը մի է, մարդ մի անգամ մեռնի, բայց Երանի ով իր ասկի ազատության կզոհվի, պատկերացրեք, ասկի 25-30 դրոց Հայաստանը ապրում, մնացածը դրսում է, աշխարհը այսօր համաշխարհային պատերազմի եզրին է, այդ երկրներում որտեղ հայերը ապրում են, պիտի գնան իրենց ապրած երկրների համար, որպես զինվոր, եթե երրորդ համաշխարհային պատերազմը մեռնեն, Հայաստանով պիտի պաշտպանը, այս հողի վրա ապրողը, ես, թուն, ես, սիկտիրել եք դուրսի հայերը, դրանցից օգուտ չի գա, նույնիսկ իրենց ապրած երկրի իշխանությունը կարող է իրենց վերցնի, բերե Հայաստանի թեմ գրվցնի, պատերազմացնի, հետո, ում օգուտ, այս փոքրիկ հողը, այս փոքրիկ հողի վրա ապրողն է, փառքավաճեցնելու, պաշտպանելու, ապրեցնելու, լավ մնացեք, Փառք Մոնթեին, 1000 փառք, բոլոր հերոսներին, բոլոր, և իրականություն է, հերոսների հիշատակին հերոսներ կծնվեն, վաղը նորից Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է, զոհվելու օրն է, թող հազարավոր Մոնթեներ ծնվեն և հազարավոր ավելի անգամ Մոնթեից ավելի անգամ գործունեություն տանեն և մեր ազգը, մեր հայրենիքը փառքավաճեցնեն և նոր հաղթանակներ բերեն, լավ մնացեք։